Վալենտին Կոստանյան, ինչպես հասկանում ենք հրապարակումներից, այստեղ վաղառավոտից բավականին լարված է եղել այս ընտրատեղամասում, գիտենք Արգիստի Մեխակյանի, հայրենի ծննդավայրին է ու ասում են, որ այստեղ ավելի լարված իրավիճակ է եղել ու օրդումն է, դուք վաղառավոտից այստեղ եք։ Այո, վաղառավոտից այստեղ ենք, բայց մյուս ընտրատեղամասում էր 14-28, եթե ճիշտ եմ հիշում, ընտրատեղամասի համարը, տեսեք, անընդհատ աժիոտաժային իրավիճակ է ստեղծում, պարբերաբար կուտակումներ են լինում, այս ընտրատեղամասում նման խնդիր առայժմ ես ինքս այս տևական ժամանակականգնած եմ, չեմ նկատել, որովհետև կարողանում են համակարգել, կարգավորել մարդկանց խմբերով թողնել։ Մյուս ընտրատեղամասում այդ խնդիրը անընդհատ առկա է, այսինքն չեն կարողանում կառավարել մարդկանց խմբերով առանձին թողնել, որ չկուտակվեն, իսկ կուտակումների ժամանակ գիտեք, որ միշտ կարող է ինչ-որ միջադեպեր գրանցվեն։ Ամենամեծ խնդիրը այն է, որ այդ կուտակումների ընթացքում մարդիկ հստակ չեն կարողանում հասկանալ իրենք ինչ պետք է անեն, այսինքն երբեմն կարելի է նաև արձանագրել անգիտակից ընտրություն կատարելու դեպքեր։ Մարդը գալիս է հերիք չէ, որ ինքը չգիտի ում է ընտրելու, դժվար է, հատկապես տարեցների մասն է խոսքը, նաև ինքը չի հասկանում, թե կոնկրետ ինչպես պետք է ընթացակարգը տեղի ունենա ծրարի մեջ դնելը եւ այլն, եւ բնականաբար այս տեսակ դեպքերը չեն բացառում անվավեր քվեաթերթիկների առկայությունը հետո հաշվարկների ընթացքում։ Ամենաակնառու դեպքերը խախտումների, որ կարելի է արձանագրել, հիմնականում տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս կուտակումների տեսքով, որը դժվար է կառավարել, որովհետև չես կարող գնալ անընդհատ խնդրել, որպեսզի ցրվեն։ Մարդիկ ասում են, մեր թաղամասն է, այստեղ հավաքված են, բայց ակնհայտ ինչ-որ քննարկումներ են տեղի ունենում։ Կոնկրետ մեզ հետ դեպք պատահեց, որ կուտակման ժամանակ, երբ որ ոստիկանները ֆիքսեցին, մենք պեյջերով դիտորդի մոտենում ենք, ասեցին ցրվեք այստեղ, հետո ավելի բարձր ձայնով ընդունեցին, վայ նկատել են, ասեցինք այո նկատել ենք, այսինքն սա անկառավարելի մի երևույթ է այդ կուտակումները, որ ակնհայտ երևում է ուղղորդումների միջոցով մարդկանց բերում են ընտրատեղամասեր քվեարկությունների։ Իհարկե հաշվարկից հետո արդեն պարզ կլինի, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու, այս դեպքում խախտումները այնքան շատ են, որ նույնիսկ հայաքվեի էջում արդեն հազիվ ենք հասցնում այդ տեսանյութերը տեղադրել։